այն փաստարկը, որ անվտանգության էական գործոն կարող է լինել լեգիտիմությունը, միջազգային լեգիտիմությունը, գուցե դա աշխատում էր 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին, երբ միանշանակ միաբևեռ աշխարհ էր բոլոր առումներով, ռազմական, տնտեսական եւ այլն, եւ կոպիտ ասած, եթե Միացյալ Նահանգները ասում են այս պետությանը ձեռք մի տվեք, ուրեմն որևէ մեկը այդ պետությանը ձեռք չէր տալիս, որտեղ բոլորը հասկանում են, որ հակառակ պարագայում մեծ քերին կգա եւ քո ականջների կքաշի։ Հիմա մեծ քերին մնացել է ռազմական իմաստով էլի Միացյալ Նահանգները շարունակում են մնալ անգերազանցելի, բայց տնտեսական իմաստով արդեն կա Չինաստան, աշխարհաքաղաքական իմաստով միայն մեծ յոթնյակ չի, կա BRICS, BRICS+ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, եթե փորձեմ ամփոփել, այն փաստարկը, որ պետության միջազգայինորեն ճանաչված սահմանների վրա հարձակումը գրեթե անհնար է կամ այդ միջազգային լեգիտիմությունը լուրջ գործոն կարող է լինել քո դեմ ագրեսիայի զսպման գործում, չեմ կարծում, որ հիմա դա լուրջ վալիդ փաստարկ է, գոնե սկսած երևի 2010 թվականից հետո, ընդ որում նորից եմ ասում, եթե օրինակ 2003 թվականին Ամերիկան հարձակվեց Իրաքի վրա, բոլորս ենք հասկանում, որ դա միջազգային իրավունքի խախտում էր։ Բայց դա գոնե ընկալվում էր այսպես, դե կա մի հատ գերհզոր Միացյալ Նահանգներ, դու պետք է նրա հետ լեզու գտնես։ Լեզու չգտար, քո վիճակը շատ բարդ է։ Երկիրը ոչնչացնում են, քեզ էլ կախաղան են բարձրացնում, ինչպես արեցին Հուսեյնին։ Բայց եթե Ամերիկայի հետ լեզու ես գտնում, դու ասում են քո համար հանգիստ ապրիր, առևտուր, բիզնես, տեխնոլոգիաներ, գլոբալիզացիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ցավոք սրտի նույնիսկ այդ վիճակում էլ չեն, որ գոնե մենակ Միացյալ Նահանգների հետ ես լեզու գտնում եւ քո բոլոր հարցերը ապահովված են։